Հայաստանում չկա բնակավայր, որտեղ բնակիչները չեն բախվում մի նյարդատար խնդրի։ Իրենց անշարժ գույքի հետ որևէ գործարքի պահին մեկ էլ պարզում են, որ դրա կոորդինատները համադրվում են հարևանների կամ համայնքի հողատարածքների կոորդինատների հետ։ Ինչ է լինում դրանից հետո։ Մարդը բախում է տասնյակ դռներ, հավաքում հարյուրավոր փաստաթղթեր, ծախսում տարիներ, որպեսզի լուծի այդ խնդիրը։ Հողատարածքի վրա շենք է կառուցել, կադաստրային քարտեզների ճշգրտման արդյունքում պարզվել է, որ օրինակ իր կառուցաշինությունը մի 20 քառակուսի մետրով ավելի մեծ է, քան իրականում պետք է լիներ։ Կոտայքի մարզում գիտեմ հողեր, որ X մարդը գիտի, որ այս 1000 մետրը Իրանն է, բայց 10 հատ 1000 մետր այն կողմը Իրանը, ոչ մի բան արած չի, բայց այսօրվա դրությամբ դա ստացել են, ասենք 15-20 տարի առաջ։ Օրենսդիրները նկարագրում են կադաստրային հանույթներում առկա անճշտություններից մի քանիսը։ Դրանք չափազանց բազմազան են եւ կապված են կադաստրային քարտեզների սխալների հետ։ Դրանք էլ առնչվում են նախկինում կիրառվող տեխնոլոգիաների հետ, որոնք չեն եղել այնքան ճշգրիտ, որքան ներկայում են։ Հույս կա, որ այդ սխալների շտկման process-ում պետությունը կսկսի աջակցել քաղաքացիներին։ Մասնավորապես, օրենսդրական փոփոխությունների արդյունքում կադաստրի կոմիտեն իր վրա է վերցնելու քարտեզների ճշգրտման ընթացքում առաջացող խնդիրների լուծման մեծ մասը։ Քաղաքացին, եթե ունի որոշակի խնդիր, որը որ օրինակ կապված է համաձայնությունների հետ, այսինքն պարզ ընթացակարգով լուծման ենթակա կադաստրային քարտեզի ուղղման մասին չի խոսքը։ Քաղաքացին գալիս է դիմումը ներկայացնում է կադաստրի կոմիտե, եւ կադաստրի կոմիտեն արդեն վարույթի բոլոր գործողությունները, այսպես ասած, վերցնում է իր վրա։ Կադաստրի կոմիտեն ինքնուրույն եւս կարող է իրականացնել քարտեզների շտկում, եւ եթե գետնի վրա այդ գործընթացում որևէ բան չի փոխվում, դրա մասին նույնիսկ կարող է չտեղեկացնել քաղաքացիներին։ Կարիքը չկա ստանալու նրանց համաձայնությունը։ Երբ հարևանները տարբեր հողատարածքներ են օգտագործում, չիմանալով, որ իրականում իրենց հատկացված հողամասերը այդ հողամասերը չեն, սակայն տարիների ընթացքում առանց վեճի, առանց խնդրի ամեն մեկը օգտագործել է մյուս անձին, օրինակ սեփականության իրավունքով պատկանող հողամասը, այդտեղ կառուցապատում է իրականացրել, ունի գույք եւ այլն, այս հարցերի հետ կապված եւս այո, նախագիծը նախատեսում է որոշակի կարգավորումներ։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաեւ նյութական փոխհատուցման կարգն այն դեպքերի համար, երբ կադաստրային քարտեզների ճշգրտման process-ում մի քանի տասնյակ տների հատակագծերի ուղղման դեպքում ինչ որ մեկն ի վերջո հողատարածքը կորցնի։ Տվյալ դեպքում մարդուն փոխհատուցել են քառակուսի մետրի կադաստրային արժեքի չափով, որը հիմա նույնացվել է շուկայական արժեքին։ Արմեն Նաթելյան, ժամը լրատվական։